Թեև մենք դասական իմաստով քաղաքական ուժ չենք եւ իրականում քաղաքացիական միավորում ենք, բայց բնականաբար քաղաքացիական միավորում ենք, որը ստեղծված է քաղաքական ենթատեքստով եւ ի սկզբանե ստեղծվել է Արցախի պաշտպանության նպատակով, ըստի կարծում եմ, որ մենք անկախ նրանից այսօր ինչ ձեռք կքննարկենք, ինչ ընդհանուր հայտարարի կգանք, բոլոր դեպքերում միշտ լինելու ենք ձեռքբերք։ Բայց այսօր երևի մեր այցելության նպատակը նրանում է, որ մենք հասկանանք, թե ինչ է դուք նախատեսում անել եւ գուցե մեր նաեւ համեստ ներդրումը կարողանանք կատարել այն գործողությունների մեջ, որը դուք նախատեսում եք, ուստի խնդրենք, որ դուք իսկապես էլ ներկայացնեք ձեր ծրագրերը, մենք էլ փորձենք արձագանքենք, եթե դեմ չեք։ Նախ ողջունում ենք ձեզ հրավերը ընդունելու համար, բոլորը հաշվետեղյակ եք, որ ստեղծված իրավիճակը ստիպել է, որպեսզի արցախցիները համախմբված ձևով վերնեն եւ իրենց իրավունքների պաշտպանության համար մեծ ակցիա իրականացնեն։ Հանրահավաքը տեղի ունեցել մարտի 29-ին։ Հիմնական մեր պահանջները ներկայացվել է 4 պահանջ, կարևորագույն պահանջը հավաքական վերադարձի իրավունքի ակտուալ պահելն է, մեր ռազմագերիների խնդիրն է, որ շատ կարևոր է, որ չգիտես ինչու անտեսվում է սկզբունքային ձևով իշխանությունների կողմից, բնականաբար սոցիալական այդ հիմնախնդիրները, որ ասենք շատ մտահոգիչ է, որ կարող է ժողովրդին ուղղակի դարձնել անտուն եւ արտագաղթի մեծ հիմք հանդիսանալ, որը որ բավականին լուրջ խնդիր է բոլորիս համար, քանի որ պետք է բոլոր միջոցները օգտագործել, որպեսզի ղարաբաղցիներին կարողանանք արցախցիներին պահել ու դրանով նաեւ մենք կլուծենք մի շարք խնդիրներ, նախ դեմոգրաֆիկ խնդիրը, որ շատ կարևոր է, ու եթե մարդիկ այդ էլեմենտար սոցիալական խնդիրները մարդկանց համար լուծված չլինի, բնականաբար այն կարևորագույն խնդիրները, որը որ մենք այսօր ուզում ենք կառավարությունից ակնկալենք, պահանջենք, որպեսզի ականջարուր լինեն բոլոր մեր 12 կետերը, որպեսզի նաև ապահովենք այս հարցը, այս ոլորտի սոցիալական ոլորտի հարցերը ապահովենք ու մնացած մեր բոլոր հարցերը կարողանանք ակտուալ պահել։ Միտինգի օրը հայտարարվել է, որ մենք լայն համախմբման համար կոնսուլտացիաներ ենք անցկացնելու, որտեղ սա արցախցիների խնդիր չի, սա համահայկական խնդիր է, եւ մենք այս խնդիրների շուրջ ակնկալում ենք համահայկական բոլոր հասարակական, քաղաքական շարժումների, քաղաքական կուսակցությունների, մեր սփյուռքի, մեր եղբայրների, քույրերի աջակցությունը, բոլորս գիտակցում ենք հարցի կարևորությունը եւ հենց այդ համախմբման կոչը դրա համար է հայտարարվել եւ նաեւ նշածս քաղաքական, հասարակական քաղաքական շարժումների հետ այդ կոնսուլտացիաների նաեւ բուն իմաստը եղել է դա այսօր, ինչպես նշեցիք, վերջին օրն է եւ այդ կոնսուլտացիաների արդյունքում պետք է հայտարարություն արվի, ուրեմն օրվա վերջ բնականաբար հայտարարություն կարելի հետագա անելիքների գործողությունների շուրջ եւ կարևորագույն նպատակը այս շարժման ուրեմն նախ համախմբման նպատակ ունի, որ ասենք արցախցիները այսօր առանց կհանդիսան այդ համախմբման, դուք բոլոր նկատել եք, թե ինչպիսի տեղեկատվական խոսք եղավ մեդիա դաշտում, հանրային դաշտ մտցվեց այնպիսի ատելության խոսք, ատելության քարոզ, անհանդուրժողականության թշնամանքի հրահարելուն ուղղված, նաեւ այս նպատակով մենք ուրեմն ակնկալում ենք մեր հայաստանյան եղբայրների աջակցությունը, որ պետք է կոտրել այս քարոզը, որը նույնպես շատ կարևոր է, իսկ այսօրվա մեր ներկայացուցիչների հանդիպումից կախված կլինի նաեւ թե ինչպիսի կոնկրետ հստակ առաջարկություններ է արվել, ինչ չափով են ընդունել հարցի լրջությունը իշխանությունները, եւ դրա հետ կախված
արդեն կարելի համապատասխան կներկայացվի նախ հանրությանը այդ հանդիպման արդյունքների մասին, առաջարկների մասին եւ մեր պահանջների մասին, ինչ պահանջներ են մեր կողմից ներկայացվել կառավարությանը ու ըստ այդմ մենք կկառուցենք մեր հետագա գործողությունները նաեւ այս պայդրությամբ այսքանը եթե սրա հետ կապված ասենք Շատ լավ, նախ շնորհակալ եմ, երկրորդը մի քանի արագ արձագանք։ Նախ մենք կարծում ենք, որ վերադարձի իրավունքը ինքը առանցքային է եւ ֆունդամենտալ է։ Եվ հետագա պայքարի տեսանկյունից որևէ կերպ չպետք է որևէ նահանջ լինի Արցախի վերադարձի իրավունքից եւ արցախցի վերադարձի իրավունքից այսօր գործող վարչակարգի ղեկավարը հայտարարեց, որ Արցախի հակամարտությունը հաղթարված է, ուստի Մինսկի խումբը պետք է լուծարել եւ դա շատ տարօրինակ հայտարարություն է այն իմաստով, որ հակամարտությունը որևէ կերպ չի հաղթարված, որովհետեւ բարձ չի լուծումը որն է այդ հակամարտությունը։ Լավ կլներ ինքը ասել լուծում ոնց է, որը եթե Արցախի օկուպացիան եւ ձեր բոլորի տեղահանումը, ունեզրկումը, իրավազրկումը դա լուծումը համարվում, ապա ես ուզում եմ հայտարարել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կբնավ որևէ կերպ չենք համարում լուծում կամ հակամարտության ավարտ։ Ընդհակառակը հակամարտությունը սկսել է հենց այն պատճառով, որ խորհրդային Ադրբեջանը այն Արցախահայերի իրավունքների խախտումներ եւ ի վերջո դա բերեց հակամարտության եւ բնականաբար այդ իրավունքների խախտումները ոչ միայն չեն վերացված, այլ ընդհակառակը ամենածայրահեղ ցեղասպան բնույթ են ընդունել հաշվի առնելով վերջի 2020 թվականից սկսած իրադարձությունները։ Շատ կարևոր է, որ դուք այդ ձեր իրավունքին տեր լինեք եւ մենք էլ բնականաբար բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու ենք ձեզ, եթե դուք այդ իրավունքին տեր եք։ Երկրորդը շատ կարևոր են իսկապես նաեւ հումանիտար խնդիրները, չի կարող լինի խաղաղության պայմանագիր երկու երկրների միջեւ, եթե հումանիտար խնդիրները չեն լուծվել, իսկ այն, որ առնվազն 23 անց հիմա պաշտոնապես որպես պատանդ են առնված Բաքվում եւ եւս մոտավորապես տարբեր տվյալներով մոտավորապես 80 մարդ թեև անհետ կորած է համարվում, բայց իրականում ամենայն հավանականությամբ գտնվում է ոչ պաշտոնական քողարկված գերության մեջ, բնականաբար այդ կարևորագույն խնդիրը, որը եւս պետք է լուծվի։ Մենք կարծում ենք, որ եւս մի քանի կարևոր խնդիրներ կան, որոնք Հայաստանի Հանրապետության իշխանությունները իզորու են լուծելու մինչև Արցախի հարցը կարողանա ստանալ վերջնական որևէ հանգուցալուծում։ Բնականաբար դա արցախահայերի սոցիալական աջակցությունն է, բայց նաև կարևոր է, որպեսզի արցախահայերը ապրեն կոմպակտ եւ իրենց համայնքները այս ընթացքում չխարխլվեն։ Ուստի օրինակ բնակարանային ծրագրերը, որոնց մասին խոսվում է, նրանք պետք է ավելի իրատեսական դարձվեն, համապատասխանությամբ բերվեն արկա շուկայական իրավիճակին, բայց այն թիրախով, որպեսզի արցախահայերը կարողանան կենտրոնանալ մի շարք բնակավայրերում եւ իրանց համայնքները որպես այդպեսին պահպանվեն, իրանց համայնքային կյանքը պահպանվի, իրանց առանձնահատկությունները, ինքնությունը որպես այդպեսին պահպանվի, որպեսզի մարդիկ չտարալուծվեն, այլապես վերադարձ իրավունք չլինի։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ գուցե դա հեռակա քայլ է, բայց ժողովրդագրությունը է շատ կարևոր է։ Մինչև 2020 թվականը հայտնի է, որ Արցախում ժողովրդագրությունը ավելի ուժեղ էր, քան Հայաստանի Հանրապետությունում, Արցախահայերը միջին հաշվով ավելի շատ երեխաներ էին ունենում, ընտանիքները ավելի բազմանդամ էին եւ այլն, հասկանալ է, որ այս իրավիճակում դա միանգամից դժվար է վերականգնել, բայց Արցախի հարցի վերջնական լուծումը նաեւ կախված է նրանից, որ այդ ժողովրդագրական կենսունակությունը վերականգնվի եւ դրա ուղղությամբ էլ է բնականաբար պետք մտածել։ Եվս մի խնդիր, որի մասին ձեր ուշադրությունը կուզենայինք հրավիրենք, բայց մենք էլ պատրաստ ենք աջակցելու, դա ձեր բոլորի քաղաքացիության իրավունքն է։ Արցախահայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են միառժամանակ, լինելով եւ Արցախի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երկհաղաքացիությունը արգելված չի, բազմաթիվ անձիկ ունեն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ այլ երկրների քաղաքացիություն։ Եվ այն, որ Արցախահայերը 2023 թվականին Հայաստան գալուց հետո անսպասելի կերպով ապօրինի զրկվեցին քաղաքացիությունից, դա բնականաբար ոչ միայն դատապարտել է, այլև բոլոր հնարավոր միջոցներով հիմա պետքա ըստ էության այդ հարցը լուծվի եւ Արցախահայերի քաղաքացիության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը պետքա վերականգնվի։ Մենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր սկսել ենք նախատեսել։ Կարծում ենք, որ եթե դուք էլ հետամուտ լինեք այդ հարցին, պատրաստ կլինենք համագործակցել։ Երևի այդքան արագ արձագանքի տեսանկյունից նաև կարևոր կլիներ մեր համար հասկանանք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերից դուք ինչ եք ակնկալում, ինչպիսի համագործակցություն
մենք բնականաբար պատրաստ ենք եւ համագործակցել եւ աջակցել, եթե այս տրամաբանությամբ դու գնալու եք առաջ։ Ինչ այսօրվա իրավիճակում մենք ունենք, ինչ իրավիճակի մենք հասել ենք, բոլորը այս օրակարգը 12 կետի մեջ ներգրաված է։ Մենք առաջ որ Արցախում ապրում էինք, մենք ունենք ընդհանուր երկու հարց։ Արցախի ինքնորոշման, մեկ էլ հետագա խոսքի հետ կարգավիճակի հետ կապված այդ հարցերը։ Հիմա մենք այս իրավիճակում որպես ցավալի օրինակ բոլոր մեր հայ ազգի ժողովրդին այդ հարցերը դարել է 12։ Եթե մենք անտարբեր լինենք, եթե մենք շարունակենք մեր անտարբերությունը խոսքերով կամ ինչ-որ ոչ գործնական բաներով ներկայացնել, այս հարցերը կրկնապատկվելով դառնալու է 24։ Սա բոլորը գիտենք, հասկանում ենք, որ գնում ենք գործանարար ուղղության վրա։ Բոլոր բացթողումները բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայ իշխանության օրոք է եղել։ Իրանց կողմից բացթողումներով, իրանց կողմից ոչ պիտանի աշխատանքներ կամ հայանպաստ կամ էլ ազգի շահերը հաշվի առնելով, որովհետև ունենք ինչ ունենք։ Աղետ, կործանում, հետնահանջ, ընդհանրապես պատմական խայտառակ իրավիճակ, չէ։ Այսօրվա իրավիճակում որ Արցախահայության կողմից է բարձրաձայնվել այս հարցերի շուրջ, այս բողոքի, այս պահանջի շուրջ, մենք Արցախահայությունը չենք ուզում ստեղից արտագաղթենք։ Մենք հույսը հավատ ունենք հետ վերադարձի, ու ոչ մեկը իրավունք չունի մեր իրավունքները ոտնահարելու կամ մեր տեղը որոշում կայացնելու, որովհետև Արցախում գտնվելու ժամանակ այդ ինքնորոշությունն էլ Արցախի ժողովուրդն են այդ ձեռք բերել, կռվելով, հաղթահարելով, բոլոր ամեն որ ասում այդ ռիսկերը բոլոր անցել ենք, հազարավոր զոհեր ունենք, հազարավոր հերոսներ ունենք, մենք իրավունք չունենք իրանց արածը մի օրվա մեջ զրոյացնելու, դա մեր հասարակ ժողովրդի միտքն է, ոչ թե ինչ որ ղեկավարության կամ մենք բոլոր այդ իրավունքներն է, թե հետ վերադարձի հետ կախված է, թե Արցախի հիմնախնդրի հետ կախված է, թե մեր գերիների հետ կախված է, բոլոր հարցերը ինչ որ մեզ մտահոգում է, այդ պահանջի մեջ ներկայացրած է։ Այն հարցերին, որ իրանք անդրադարձել են, սոցիալական հարցերի հետ կախված, այո, դա առաջնային հարցերից մեկն է, որ այսօրվա իրավիճակում էլի իշխանության պարտականությունն է կամ որ պետք է բավարարի այդ մարդկանց այս ծանր իրավիճակում ինձ եւի բավարարելու գոնե գոյատևելու այս մարդիկ ստեղ, որ վաղվա օրը կգա մի բարենպաստ ժամանակ, որ այդ մնացած հարցերի պատասխանները մեկ այդ ընթացքում արդեն միասնական ազգովի, որ տարանջատում, որ ասում չպետք է լինի, ազգովի միասնական մենք հաջորդական գործողությունները միասնական գնանք այդ քայլերին։ Դրա համար բոլոր արձագանքները, բոլոր քաղաքական ուժերը, որ գալիս են ստե քննարկման մեր հետ աջակցության իրաց բանը ներկայացնելու դիրքորոշումը ողջունում ենք, բայց մենք ուզում ենք, որ այս օրակարգով այն օրակարգը այսօրվա իրավիճակում որ կա, խոսքի 12 կետի շուրջ դրա շուրջ մեկ քննարկումներն առաջարկներն որ վաղվա օրը Արցախահայությանը չսարքեն էլ ինչ որ մի հատ թիրախավորելի բան իրաց մոտ կա, չէ՞ այդ բաները որ Արցախահայությունը եկել է կամ էլ այս խոսքից հարցից սկսած ուզում են բերեն ինչու՞ չէ։ Դուք հələ մի հատ այս հարցերի պատասխանները ոչ թե բառերով, այլ հիմնավորած պատասխանեք, ինչու եք փակում Արցախի հարցը, ինչու գերիների հարցը չի քննարկվում, ինչու Միսկի խումբը լուծարում եք։ Դա ինքնագլուխ որոշումներ չի։ Որովհետև դրա ունի ժամանակ, որ անցել են, դրա ունի ժամանակահատված, որ ահագին մարդիկ ներդրում են ունեցել դրա մեջ, բայց այսօրվա իրավիճակում լինելով դուք իշխանության խոսքի ղեկավարներ, պիտի հանրության հետ համաձայնացնեք, պիտի հանրությանը բացատրեք, պիտի հիմնավորած ներկայացնեք, ինչ հիմունքներով կամ էլ ինչի հետ կախված է, որ սենց է կամ նենց է։ Ու այս խոսքի դենց երկու բառով, դենց ձևաչափով, որ այսօրվա մեր ստեղ գտնվելը կամ էլ մեկ վաղվա օրվա մասին մտահոգություն տալու, որ նորից եմ ասում, մենք որպես ցավալի օրինակ հայ ազգի համար մեզ էլ են ահագին ժամանակ խոսքերով, բառերով, խաբելով բերել հասցրել այսօրը։ Մեկ չեք ուզում, որ դա շարունակի շարունակական թե մեր նկատմամբ, թե մեր ազգի ժողովրդի նկատմամբ։ Երևի հարցը փորձենք մի քիչ ավելի բան ձևակերպել, որովհետև օրինակ մենք որպես ազգային քաղաքացիական միավորում, որպես հանրային գործիչներ, մեր խոսույթի մեջ այս բոլոր այն մտահոգություններ, ինչ որ այստեղ արտահայտվեցին, մենք անդրադառնում ենք դրանց։ Մենք ամենօրյա ռեժիմով այդ մասին խոսում ենք, որ այո, այստեղ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, որ ամբողջ հայ ժողովուրդն է այս հարցի հետ կապված իրավատեր, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իրավատեր է։ Մենք այս ամեն ինչը, այսպես ասած, ասում ենք մեր հանրային խոսքի մեջ ասում ենք։ Ուղղակի ոնց որ մեր հարցի էությունը հետևյալում է
կա արդյոք ինչ-որ սպეციფიկ մոտեցումներ, որ օրինակ ասենք, չգիտեմ, դուք ցանկանում եք, որ մեր կամ դուք կարծում եք, որ ասենք մեր խոսույթի մեջ պետք է լինի կամ այս օրակարգին, ասենք, աջակցության ինչ եղանակներ եք էլի բանում մտածում, որ ասենք մենք կարող ենք այս հարցերի շուրջ, ասենք, մեր աջակցությունը ավելի առարկայական լինի, ավելի շոշափելի լինի։ Իսկապես կոնկրետ խնդիրներ դրեք մեր առաջ, կոնկրետ խնդիրների շուրջ խոսենք, որովհետև տեսեք, ինձ թվում է ընդհանուր ուղղության տեսանկյունից մենք իրար համոզելու բան չունենք, մենք նույն վեկտորի մեջ ենք գտնվում եւ Հայկվեն այդ վեկտորի մեջ է գտնվում իր ստեղծման օրվանից։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ հիշում եք ողբերգական իրադարձությունը տեղի ունեցան 23 թվականի սեպտեմբերին, մենք միևնույն է դրանից հետո մեր բերած օրենքի նախագծով մտանք ազգային ժողով եւ մինչեւ վերջի պահը այս վարչակարգի դեմ կռիվ ենք տվել, որպեսզի այդ օրենքի նախագիծը ընդունվի, իհարկե իրանք տապալեցին ունենալով ազգային ժողովի մեծամասնություն, բայց մենք դրանից հետո էլ պայքարից չենք հրաժարվել եւ ավելին ձեզ ասեմ, մեր ընդհանուր օրակարգի մասը Արցախի վերահայացումը, Արցախի վերադարձողի ընդհանուր ուղղության տեսանկյունից իրար համոզելու բան չունենք։ Բայց ինձ թվում է ունենք քննարկելու թե կոնկրետ այս պահին ինչ գործողություններ է պետք անել, ինչ տրամաբանությամբ, ինչ փոխօգնությամբ եւ այլն, որպեսզի դրանք արդյունավետ լինեն։ Հիմա նույնիսկ ուզում ենք վերադարձնել ձեզ, դուք ինչ պատկերացումներ ունեք, ինչ ակնկալում եք։ Երևի ներողությունից առաջարկում եմ զարգացնել։ Արդեն մեկ խնդրեք, որ խոսքի լրատվամիջոցների